հյուրընկալել ենք համահայկական ճակատշարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանին, նրա հետ խոսել ենք ներքին քաղաքական կյանքից, այս իշխանությունների կողմից եկեղեցու դեմ տարվող արշավի մասին, բարև Տիկին Ստեփանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Շատ կարևոր թեմա արծարծեցիք, հենց երեկ համայնքական ճակատշարժման եւ կուսակցության մի քանի անդամներով հավաքվել ենք դատախազության շենքի առաջ, մեր անհամաձայնությունը հայտնելու այն ամենի հետ, ինչ կատարվում է այսօր եկեղեցու դեմ արշավը նոր չէ, որ Փաշինյանական իշխանությունը սկսել է, ցավոք արդեն տարի ու կես եւ ավել, եւ այն շատ հստակ մեսիջներով սկսվեց, նախ դպրոցական դասագրքերից փորձեցին իսպար հանել հայ եկեղեցու պատմություն առարկան, ասեմ, որ ես ինքս հարցում եմ արել աշակերտների շրջանում ամենասիրված առարկաներից մեկն է եղել, ապա փորձ արվեց եկեղեցականների ձերբակալություններ, հոգևորականների ձերբակալություններ սկսել, վարկաբեկել մեր գոյության կենտրոնը հայ առաքելական եկեղեցին, երեկ մենք հենց այդ բարձրաձայնումներն էինք անում, որ չի կարող այսօր, ինչքան էլ որ Նիկոլ Փաշինյանը ասի, որ կառավարությունը ես եմ, բոլորի փոխարեն որոշի, որ ինքը կարող է կազմաքանդել եկեղեցին, շատ օղակներ տեսնում ենք, որ կազմաքանդել են, բայց եկեղեցին այն միակ հավաքական կառույցն է Սփյուռքի ու Հայաստանի ներսում ապրող հայության, որ մենք պետություն ունեցած պարագայում միևնույն է կարողացել ենք եկեղեցու շուրջ համախմբվել։ Իրականում սա գիտեք ինչ է կոչվում եկեղեցու շուրջ այս արշավը, կոչվում է մշակութային կոդի փոփոխություն։ Փաշինյանական իշխանությունը հիմա լծված է ջնջել մեր հիշողությունը, պատմական արժեքները, խորհրդանիշերը, բարոյական չափանիշերը, եւ երբ իշխանությունը փորձում է այդ ամենը փոխել առանց ժողովրդի կամքը հարցնելու, դա ոչ այլ ինչ է, քան մեր ինքնության խաթարում։ Այս իշխանությունը չի հասկանում, որ մշակույթի կոդը չի կարող փոխվել պարզապես հրամանով, դա եկել է դարերով եւ ոչ թե ինչ-որ քաղաքական ցիկլով է ձևավորվել մեզ մոտ։ Հիմա սրանք ամեն ինչ փորձում են անել խաթարելու մեր ինքնությունը եւ այդ խաթարման գործիք են դարձրել քննիչների, դատախազների, բայց քննիչները, դատախազները, այդ կառույցի բոլոր աշխատողները պետք է շատ լավ հասկանան, որ ոչ միայն եկեղեցու դեմ, այլ նաև շատ ու շատ քաղաքական գործիչների, այդ թվում եւ մեր քաղաքական առաջնորդի դեմ կարված շինծու գործերը մի քանի ամսից իրենք այդ գործերով կանգնելու են արդարադատության առաջ։ Այն ժամանակ իրենք չեն կարող գալ ու ասել մենք պատվեր ենք կատարել, պատվեր կատարելը օրենքի խախտում է եւ որևէ ձև դա չի կարող արդարանալ։ Հիմա Հայաստանում մենք լավ հասկանում ենք, այո, Փաշինյանը ասեց կառավարությունը ես եմ, բոլորը այնտեղ իր գործ անողներն են։ Քիչ առաջ ես որ գալիս էի այստեղ, ինձ ասացին, որ նախագահի նստավայրից ես դրա անունը դրել եմ պարազիտ կառույց, մենք անցած ակցիայի օրը նամակ էինք հանձնել նախագահին, նրան համարելով, որ ինքը սահմանադրության պետության գլուխն է, նրան ըստ սահմանադրության այդպես մենք իրեն նամակ էինք հանձնել, որպեսզի ինքը դիտարկումներ անի, ինչու է այսօր թե եկեղեցու պահով, թե ամենուրեք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը դարձել այսպես գնդակ եւ իշխանությունը ինչպես ուզում, այնպես հարվածում է այս ու այն պատին։ Մասնավորաբար նշել ենք նաև եկեղեցու դեմ տարվող այս գործընթացը։ Պատասխանում շատ հստակ գրում է։ Մենք այնտեղ բարձրաձայնել ենք, իրեն հուշել ենք, որ սահմանադրության 17-րդ կետը հռչակում է խղճի ու կրոնի ազատություն։ Հիմա ինքն է մեզ հիշեցնում, որ կա խղճի ու կրոնի ազատություն ըստ սահմանադրության, որն է իր գործառույթը, մեզ տանում է այդ մի ուրիշ դաշտ, տեսեք, ասում է միջազգային կոնվենցիաներ կան ստորագրված, վարչապետը կարող է ձևավորել իր քաղաքական ուղղվածությունը
այսպես անլուրջ պատասխան մի կառույցից, որը մեր բոլորի հարկերի հաշվին այսօր միլիոնավոր դոլարների աշխատավարձ է ստանում, ոյաժների է գնում, իր այդ շքեղ կեցավայրում, եւ մենք արդյունքում ունենք այն, ինչ ունենք այսօր։ Երեք մենք 15-20 հոգով էինք ընդամենը դատախազությունից, երբ որ շարժվեցինք դեպի կառավարության նստավայր, դա ոնց որ այդ պահին որոշեցինք, որ նաև քայլենք, այնտեղ էլ բարձրաձայնենք, մոտ 100 ոստիկան հավաքվեց այդտեղ։ 15-20 հոգու դեմ 100 եւ ավել ոստիկան, մի ոստիկանական մեքենա էլ փողոցում կանգնած։ Դե սա խայտառակություն է։ Հայաստանը ոստիկանապետություն է։ Ըստ իմ տվյալների այսօր մենք ունենք ոստիկանության 28000 բանակ։ Ես չեմ կարող ասել մեր պաշտպանության նախարարությունը հայոց բանակը ինչ թվականակից է կազմված, բայց որ ունենք ոստիկանական բանակ եւ այդ ամբողջ ոստիկանական բանակը այսօր պահում է մեկ մարդու անվտանգություն, դա փաստ է։ Բոլորի հարկերի հաշվին թոշակառուից մինչև շարքային քաղաքացի բոլորը այսօր վճարում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ունենա Բաղրամյան 26-ում մի պարազիտ կառույց, ունենա տարբեր նախարարություններ, որոնք անգործության են մատնված, ունենա ոստիկանական այդ հզոր բանակը, հետն էլ ասի, դե ես ձեզ ասում եմ, հեղափոխություն արեք, դուք չեք անում։ Ես ասում եմ, համաձայն չեք իմ կուրսի հետ, դու ամեն շարքային քաղաքացու առաջ 10 ոստիկան կհանես, եթե դուրս գա մի բարձրաձայնում անել, 10 ոստիկան։ Մենք 3-15 հոգով 20 հոգով էինք, 100-ից ավել ոստիկան կար, այնտեղ չհաշված, որ մեքենան փողոցում կանգնած էր։ Այս ամենը խայտառակ իրողություններ են ստեղծում մեր մոտ, եւ մենք ինչու ենք երեկել էին հարցնում, ինչու եք այդքան նամակներ հանձնում, ինչու եք մեր համայնքական ճակատշարժման առաջնորդի նախաձեռնությամբ ստեղծվել է ազգային հպարտության տրիբունալ, մենք այս բոլոր ստացած, այդ թվում այսօր նախագահից ստացած նամակները, մեր բոլոր արձանագրումները հանձնում ենք այդ տրիբունալին, ի վերջո այս իշխանությանը մնացել է հաշված ամիսներ, թփրտոցը տեսնում ենք իրենց այդ ջղաձգումները ամեն օր տեսնում ենք, մի ֆաս հրաման ու բոլորը մտնում են Facebook, գործը թողած, բոլորը մտնում են Facebook։ Դրա համար երեք իմ ընկերներից մեկը հրապարակում էր արել, շտապօգնության մեքենայով հիվանդին, ինֆարկտ տարած հիվանդին տեղափոխել են հիվանդանոց, չեն ընդունում։ Հետո ահագին այնտեղ աղմուկից եւ այլն ինքն էլ մտել է, թե ես լրագրող եմ, տեսեք հիմա ընդունել են։ Հետո ասել են ռեանիմացիա տանենք, բայց պետք է այսքան վճարեք։ Հետո սա գիտեք ինչի արդյունք է, որ որևէ օղակ իր տեղում չէ։ Մեկը բարի դասատու է դարձել, մեկը դարձել է Facebook-ի Պապոյանը երեք ամեն օր գրառումներ է անում։ Դու ոչ այն մեր բեռնատարների հարցը չկարողացար լուծել։ Ղրղստանի չափել չկա, նրանք շաբաթվա ընթացքում լուծեցին այդ հարցը, ամիսներ շարունակ դուք մի հարց չեք կարողանում լուծել։ Երեք էլ այսպես մեծ ասում են, գիտեք, որ մենք չլինենք, չի լինի խաղաղություն, մենք չլինենք, չի լինի թրիփի ճանապարհ։ Հիմա ասել է, այ որ դուք չլինեիք, մենք կունենայինք Արցախ։ Այ որ դուք չլինեիք, մենք Արցախում կունենայինք Արցախահայություն։ Այ որ դուք չլինեիք, մենք այս եռաբլուրը չէինք ունենա, այս ողբերգությունը չէինք ունենա։ Այ որ դուք չլինեիք, մենք Բաքվի բանտում այսօր դատվող մեր արժանապատվությունը չէինք ունենա։ Այ որ դուք չլինեիք, մենք այս անհետ կորածների ընտանիքների ողբը չէինք ունենա։ Այ որ դուք չլինեիք, մենք չէինք ունենա այսօր այն մարդկանց, որոնք փափագում են իրենց որդիների աճյուները թուրքի ոտքի տակից Արցախից բերեն այստեղ քրիստոնյային վայել խնկարկեն։ Որ դուք չլինեիք, մեր կյանքում շատ ու շատ լավ բաներ կարող էր տեղի ունենալ։ Հիմա դուք եկել եք ասում եք մենք չլինենք, որտեղ է ձեր խաղաղությունը։ Որտեղ է այն խաղաղությունը, որ դուք հիմա դրանով փորձում եք մեզ ասել, թե դուք ունեք խաղաղություն։ Ցույց տվեք ստորագրած խաղաղության պայմանագիր, ես 100 անգամ ներողություն խնդրեմ, չասեք նախաստորագրել ենք, նախապապերը կգան, մեր պապերը չգիտես ինչ, ցույց տվեք այն խաղաղությունը, որը դուք ստորագրել եք Բաքվի հետ։ Բավական է ստերի ու գողերի իշխանությունը գա ու այս ժողովրդին խափի։ Դուք 4 ամիս ունեք շատ բան խափելու, բայց ժողովուրդը երեկել եմ ասել, այսօր էլ ձեր կուտը այլևս չի ուտի։ Այսօր կարդում եմ այն
Գագիկ Մելքոնյան ԿՊՄ բան կա գեներալ ունեն, չէ, հնից նախկինից իրանց մոտ տարած, ասում է, որ պատգամավոր չդառնամ, կգնամ մեր Բոստանում պամիդոր կաճեցնեմ, չէ, որ դու պատգամավոր չդառնաս, քո տեղը Նուբարաշենի խուցը կլինի, եւ ոչ միայն քո տեղը, քո թիմակիցներից շատ-շատերի տեղը կլինի Նուբարաշենի խուցը։ Դուք այնքան եք մեզ տրորել, այնքան եք դուք օրենք խախտել, այնքան եք մեր կաշին քերթել ու այնքան եք ամեն ինչ տրորելով բոլոր կարմիր գծերը հատելով գնացել, որ դուք կերազեք, այո, որ դուք պատգամավոր չլինեք, գնաք ձեր Բոստանում գործ անեք։ Դա կլինի ձեր լավագույն երազանքը։ Ձեր ամենամեծ երազանքը կլինի։ Դուք մի իշխանություն եք, որոնք վատ էին զգում խոսել Բաքվի բանտերում գտնվող գերիների մասին։ Նիկոլ Փաշինյանն ասում էր 2.5 ամիս կհամբերենք, կբերեք, թողեցին, մարդիկ դատվեցին։ Դուք վատ եք զգում, խաղաղություն եք բերել, մտեք սկսեք Արցախում որոնողական աշխատանքներ անել ու բերել անհետ կորածների այդ ընտանիքների սպասմանը վերջ տվեք։ Մտեք ու սկսեք որոնողական աշխատանքներ իրականացնել։ Ինչու եք մեր աճուները թողել թուրք ասկյարի ոտքի տակ։ Խաղաղություն եք բերել, տղա եք, մտեք այնտեղ, ասում են, մեզ ասում են տղայական։ Այո, տղայական ասում են, մտեք ու բերեք, մտեք մեր հումանիտար հարցերը լուծեք։ Նյարդայնանում եմ, բայց այս ամենի մեջ կա կարևոր բան։ Երբ որ երկրում, ինչու եմ ասում, մեր մշակութային կոդն են սրանք փոխում։ Այո, երբ որ երկրում պաշտպանունակությունը դառնում է 0, մի երկու բաներ այնտեղ բաներ փորել այն օրը, տեսնեմ, այսպես պաշտպանության նախարարը հանուն Նիկոլ Փաշինյանի PR-ի հանել այդ ամենը մեր դիրքերը, մեր ամեն ինչը ի ցույց է դրել թշնամուն, որ այստեղ են մի քանի հոգու ասի, որ տեսեք, այսպեսի բունկերներ կամ խրամատներ են կառուցել։ Երբ որ բանակը կազմաքանդված է, երբ որ մեր պաշտպանունակությունը դուք իջեցրել եք պլինդուզից ներքև, մենք ունենք այսօր լրջագույն անվտանգության խնդիր եւ ունենք լրջագույն հումանիտար խնդիր, չկա նման պետություն, որտեղ այդ երկու խնդիրները համատեղված լինեն եւ այդ պետությունը գոյատևի։ Սա պետության ձև է ու ոչ թե բովանդակություն։ Դուք բոլոր առումներով ստեղծել եք պետություն ձևով, բովանդակություն մեր պետության մեջ ցավոք այսօր չկա։ Խնդրեմ, եթե հարցեր ունեք, կարող եք ինձ Վերջերս Ալիևը հայտարարեց, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի այն դեպքում, երբ որ Հայաստանը կփոխի իր սահմանադրությունը, բայց այս իշխանությունները ամեն պատե, անպատե առիթի հայտարարում են, որ ոչ մեկ մեզ չի ստիպում սահմանադրություն փոխել, իրենց նախաձեռնությունն է, որը դեռևս մինչև կորոնավիրուսի հետ վերքերը ցանկանում էին փոփոխել։ Դա միակ բանը չէ, որ Ալիևը կամ Էրդողանը իրենց պարտադրում են։ Ես կարծում եմ, իրենք ամեն օր SMS-ներ են ստանում, ինչպես են իրենք SMS-ներով իրար հետ շփվում, WhatsApp-ով, ես կարծում եմ իրենք էլ SMS-ներ են ստանում, հաջորդ օրը ինչից սկսել մեր ներսում քանդել ամեն ինչ, իրավական պետություն չունենալու հարցում նաև։ Եվ սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի ախորժակը մեծանալու է։ Ես շատ լավ հիշում եմ, որ Ալիևը ասում էր, ես ոտքով, տանկով չէ, ես ոտքով եմ գալու Երևան։ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը հղի է հենց այդ վտանգով։ Մենք հիմա տեսնում ենք ադրբեջանցիները վխտում են մեր երկրում, բերել տարել էին Ծաղկաձորի հյուրանոցում, մեր գեղատեսիլ վայրերն են ցույց տալիս, ովքեր էին դրանք, ինչ գործակալներ էին։ Հիմա դուք պատկերացնում եք, հարգելի Սևան, ես գնամ Բաքու, դուք պատկերացնում եք, ինձ էլ տանեն մի լավ հյուրանոցում տեղավորեն։ Ծոծորակս կտեսնեմ, դա չեմ տեսնի։ Առնվազն կհայտնվեմ Ռուբեն Վարդանյանի կողքին։ Այդ ինչպես եղավ, այդպես կարմիր գորգը փռում եք ոտքների տակ տանում Ծաղկաձորում էլ ճոպանուղել, չգիտեմ, նստացրել են, թե չեն նստացրել։ Եվ ոչ միայն սահմանադրությունը կփոխեն։ Այս գործընթացը, սիրելի իմ ժողովուրդ, սիրելի արժանապատիվ հայեր, այս գործընթացը հղի է մի շարք վտանգներով։ Որևէ անգամ
չմտածեք հանկարծ, որ դա չի լինելու։ Ալիևը պահանջ է դրել Նիկոլ Փաշինյանի առաջ։ Բոլոր այն հայ տղաները, մեր հայրերը, մեր տղաները, մեր եղբայրները, ովքեր ծառայել են Արցախի համար, ովքեր իրենց լուման են ունեցել, իրենց առողջության հաշվին, իրենց կյանքն են դրել Արցախի ազատության համար, Ալիևը այդ ցուցակը պահանջելու է եւ սրանց իշխանության մնալու դեպքում մենք 100,000-ավոր հայերի հանձնելու ենք Ադրբեջան գերի։ Ալիևի ախորժակը երբեք չի նվազի եւ Ալիևի ոտնձգությունը Հայաստանի նկատմամբ երբեք չի պակասի։ Այդ որ անում են խաղաղություն, այդ տղայեք, բա բերել նստածրել եք ջերմուկ մեր գլխավերևում։ Ուրիշների վրա գործեր մորձեր արագ մարագ կարում եք։ Բա բերել եք մեր գլխին նստածրել եք, ասում եք սոված կլինեն կգնան։ Այդ ինչը ամեն օր պայոկ եք ուղարկում դրանց, բա որ չեն գնում։ Ամեն օր լանչ եք ուղարկում դրանց, որ չեն գնում։ Ցավոք եւ եկեղեցու դեմ արշավը, եւ մեր արժեքների դեմ արշավը, եւ մեր արժանապատվության դեմ արշավը, եւ մեր սահմանադրության դեմ արշավը, ամեն ինչ ցավոք այսօր թելադրված է մեր թշնամի երկիր Ալիևի ու Էրդողանի կողմից։ Հիմա սրանք բենզին կբերեն, 2 կոպեկ ավել իրենց գրպանը կդնեն, այդ տեսեք հասարակ պարզ բան։ Բաքուն հայտարարում է, որ 25 թվականին $800,000 ապրանք է արտահանել Հայաստան։ Հայաստանից քանի լումայի, քանի դրամի, 10 դրամի ապրանք արտահանել եք Բաքու, հանել եք Բաքու ու չեք էլ հանելու։ Կուզեք ունենաք Թրիփի ճամփա, կուզեք ունենաք Նիկոլի ճամփա, թե կուզեք ունենաք Քոչարյան Անդոյի ճամփա, դուք չեք հանելու այդ ապրանքը։ Ձեզ ուղակի թույլ չեն տալու։ Ձեզ օրորոցի մեջ խեղդելու են եւ ափսոս, որ ձեզ հետ միասին այս խեղճ ու կրակ ժողովուրդն է ձեր արածների հետևանքը իր մաշկի վրա զգալու։ Դրա համար հունիսյան ընտրությունը շատ կարևոր է լինելու, չափից ավելի կարևոր է լինելու։ Ասեմ, որ Հայաստանում չի եղել որևէ իշխանություն, որ 3-րդ ժամկետ պաշտոնավարի, առավել եւս թրքահպատակ իշխանությունը չի կարող 3-րդ ժամկետ կառավարել, պարզապես չի կարող։ Ինչքան էլ որ սրանք մեր ժողովրդի գիտակցության վրա փորձեն ազդել, ինչքան էլ որ թերագնահատեն, մենք մարզերում շատ ենք լինում, ես շատ եմ շփվում մարզերի բնակիչների հետ, դուք խմում եք այս ժողովրդի արյունը, բարիս ուղիղ իմաստով։ Այ գալուցս երևի մի 40 րոպե առաջ էր, կանգառում եմ, քաղաքացին վիճում է հեցի տեսուչի հետ, ասում է, քանի ամիս է արդեն հավելագրումներ կա, մոտեցա իրեն, ասացի, որ տեսուչը չի խնդիրը, խնդիրը իրենց Ռոմանոսն է, իրենք որտեղ մտնում են, թալանում են, դրա համար զանգահարեք հեց, հրավիրեք իրենց իրավաբանին, իրենց չգիտեմ գլխավոր տեսուչին, իրենց գլխավոր մասնագետին ու տեսեք ինչ է կատարվում ձեր հաշվիչների հետ։ Օրեր առաջ Սիլիկյան թաղամասի բնակիչները ճանապարհ էին ուզում փակել, ես եմ իրենց անունից զանգահարել թեժ գիծ, ասել, որ այսպիսի խնդիրներ կա։ Համատարած, դուք քիչ չէ, այն ինչ կա, դա եք տանում, դուք ամեն օր մակաբույծի պես մտել եք այս ժողովրդի արյան մեջ, դուք մակաբույծ եք, մտել ու տանում եք, ինչքան շատ տանեք, այդ ձեզ տալիս են, էլի, աչից ձախից ձեզ տալիս են, ասում էին տերերը, հարգելի Սևան, տեսեք, ամեն օր իրանց տերերը գլուխ են բարձրացնում, մեկ Էրդողանը ասեց, ես պաշտպանում, տեսեք, սիրելի հայեր, սիրելի ժողովուրդ, դուք ինչպես կարող եք գնալ տեղամաս ձայն տալ մի ուժի, որին պաշտպանում է Էրդողանը, որին պաշտպանում է Ալիևը, դուք հետո ինչ երեսով կգնաք եռաբլուր, դուք հետո ինչ երեսով կկանգնեք ձեր դպրոցի այդ հերոսի անկյան տղերքի աչքերին կնայեք, ինչպես կմտնեք ձեր մարզային այդ պանթեոնները, որտեղ մեր տղաներն են, դուք հետո ոնց կգնաք այդտեղ, ոնց կնայեք զոհվածի ծնողի աչքերի մեջ, անհետ կորածի ծնողին ինչ պատասխան կտաք, ձեր ընտրությունը նաև բարոյական ընտրություն է լինելու, խիստ բարոյական, այլապես այս կյանքը բումերանգ է, մի անգամ ասել եմ, նորից չեմ վարանում ասելու, վաղը
յուրաքանչյուրս, մեզանից յուրաքանչյուրը ձեր սխալ ընտրությունից կախված կարող է դառնալ գերու ընտանիք, զոհվածի ընտանիք, անհետ կորածի ընտանիք։ Բոլորդ սա հիշեք մեկ ընդմիշտ։ Եվ հունիսյան ընտրությունը համարեք նաև մեր արժանապատվության ու թասիբի ընտրություն։